Ես էլ եմ ողջունում եւ գլորսեղանի մասնակիցներին եւ մեր սիրելի լրատվականի գործընկերներին, մեր հայրենակիցներին։ Ամիսներ առաջ էր դեռևս, երբ որ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնությունը եւ կամուրջ նախաձեռնությունը կնքեցին համագործակցության հուշագիր, այն ժամանակ էլ էր հարցեր առաջանում պարոն Աբովյան, ինչ է նշանակում համագործակցության հուշագիր, համագործակցության հուշագրի մեկ ֆորմատը եւ սա է։ Համագործակցել, համատեղ լուծումներ գտնել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար։ Մինչև բաց հանդիպումներ իհարկե, բազմաթիվ փակ հանդիպումներ, զրույցներ, համատեղ լուծումների փնտրտուքներ մշտապես ունեցել ենք։ Եվ հարցը, որն է նպատակ այսպիսի համաժողովների, երկխոսությունների եւ լուծումների փնտրտուքի, մենք ունենք երկու պատկերացում։ Հայաստանը, քանի որ մեզնից յուրաքանչյուրն է եւ մենք ինքներս նույնականացվում ենք Հայաստանի հետ, ապա մենք էլ պարտավոր ենք երաստիճան համակարգով խնդիրները արձանագրել։ Հետևյալ կերպ. խնդրի ախտորոշում, լուծման տրամադրում, ակնկալվող արդյունքի մոդելավորում եւ հիմնավորում։ Ընդհանրապես այս երաստիճան համակարգով հնարավոր է բազմաթիվ խնդիրներ լուծել։ Իհարկե սրանից հետո երկու եղանակով է լինում լուծումներ, որը որ մեր կարգավիճակով պայմանավորված կարող ենք ներազդել որոշում կայացնող անձանց վրա, որպեսզի Հայաստանի համար, ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի փոփոխություններ կատարեն եւ լուծումներ գտնեն, եւ երկրորդը գալիս է քաղաքական, որը այս ժողովի համատեքստում չէ, այստեղ մենք քննարկում ենք փորձագիտական մակարդակում, փորձագիտական շրջանակներում ինչպիսի խնդիրներ ունենք։ Տարիներ շարունակ Հայաստանում հենց եղել է փորձագետները իրենք են այսպես կռիվ տվել, առաջամարտիկը եղել կառավարություններին, իշխանություններին տարբեր ժամանակահատվածի ստիպել եւ պարտադրել երկխոսության գնալու, այնինչ հակառակը պետք է լինի, որովհետեւ երկրների առջև ծառացած խնդիրները բացառապես հնարավոր է լուծել փորձագետների հետ երկխոսության արդյունքում։ Հիմա այդ երկխոսությունն է, շնորհակալություն բոլոր փորձագետներին, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, շնորհակալություն լրատվության միջոցների մեր գործընկերներին հրավեր ընդունելու համար կարող ենք սկսել պարոն Աբովյան։